Մինչև խորհրդակցությունը նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների մասին։ Հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ եւ դյուրին կազմակերպելու նպատակով պետեկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված մեկ պատուհան համակարգի արդյունքներով։ Վերահսկողությունը մեր իրականացումը հաշվետվությունների ձևով, նաեւ մեր զննումներ, ուսումնասիրություններ են կատարում, եթե մերժված դեղ է լինում, դրանից հետո ուսումնասիրություններ է կատարվում, որպեսզի դեղատներում դեղերը չհայտնվեն։ Նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2012-14 թվականների գործունեության հիմնական արդյունքները։ Նա կարևորել է աշխատանքները բուժօգնության որակի, մատչելիության ապահովման եւ կոռուպցիոն ռիսկերի վերահսկման ուղղությամբ։ Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող մասնագետ հրավիրեցինք Երևան, որը աշխարհում հայտնի է որպես պրոտոկոլների ամենահայտնի մասնագետն է։ Որոշակի հիվանդությունների գծով մենք այս ուղեցույցները պատրաստել ենք եւ արդեն ներդրված է ցանցում։ Դրանք են սիրտանոթային համակարգի, ուրեմն հիվանդությունների գծով, մանկաբարձության գծով, գինեկոլոգիայի գծով, մանկության որոշ հիվանդությունների գծով, ուրոլոգիայի գծով։ Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատյանի զեկույցը վերաբերել է մոր եւ մանկան առողջության պահպանման խնդիրներին։ Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում ընդհանրապես ձեռք ենք բերել մայրական եւ մանկական մահացության ամենացածր ցուցանիշները։ Ընդ որում, եթե համեմատել ունենք այս ցուցանիշները ԱՊՀ երկրների հետ, մեր ցուցանիշները մոտ 2 անգամ ավելի լավն են, իսկ եվրոպական երկրների հետ համեմատելիս իհարկե մենք ոչ շահեկան դիրքում ենք, 2 անգամ բարձր են մեր ցուցանիշները եւ այստեղ իհարկե մենք անելիքներ ունենք։ Այս ոլորտում մենք շատ զգույշ պետք է լինենք, չափազանց զգույշ։ Եվ մի հրամանոր տարիների կատարած աշխատանքի վրա ստվեր գցել, դա ուղղակի անթույլատրելի է։ Այստեղ որևէ համավճարների մտցնումը մեզ համար անընդունելի է։ Մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման հիմնախնդիրներից է խոսել Արման Բաբլոյանը։ Հանրապետության մարզերում կատարվում են բժշկական կենտրոնների ամբուլատորիաների շինարարության, դորոգման եւ հագեցման աշխատանքներ։ Աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրեմոյանը ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը եւ կադրերով համալրվածության աստիճանը։ Մենք ակնկալում ենք, որ բարձրագույն պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձը միջին 369,000 դրամ կկազմի, ներկայումս գործող 163,000 դրամի դիմաց։ Գլխավոր պաշտոններինը կբարձրանա 91%-ով եւ կկազմի շուրջ 225,000 դրամ, ներկայումս գործող 117,000-ի փոխարեն, առաջատարներին 151,000 դրամ, ներկայումս գործող 86-ի դիմաց, այսինքն 76%-ով աճ կլինի եւ կրտսերներին 68%-ով աճ կլինի։ Պետության ղեկավարը կարևորել է բժշկական անձնակազմի շարունակական վերապատրաստման եւ մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ իրականացվող հետեւողական աշխատանքը։ Նկատի ունենալով այդ ոլորտում ժամանակակից համաշխարհային մոտեցումները, ձեռքբերումներն ու առաջընթացը։ Անդրադառնալով առողջապահության նախարարությունում զգալի թվով թափուր հաստիկների առկայությանը, նախագահը անհասկանալի եւ անընդունելի է համարել, որ դրանք հնարավորինս արագ չեն համալրվում։ Աշխատանք փնտրող որակյալ մասնագետներին թափուր տեղերի մասին լայնորեն է պատշաճ կերպով չիրազեկելը նախագահի կողմից միանգամայն մերժելի մոտեցում է որակվել։ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նախարարության իրականացած աշխատանքներին, առաջիկա խնդիրներին ու գործունեության գերակա ուղղություններին։ Ես ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել ձեր դժվարին, պատասխանատու եւ շնորհակալ գործում եւ ուզում եմ, որպեսզի այդ պատվաբեր գործով զբաղվեն այն մարդիկ, ովքեր դրա ցանկություն ունեն, որովհետև գիտելիք ունենալը բավարար չէ, դա անհրաժեշտ պայման է։ Նաև պետք է ցանկություն ունենաս քո աշխատանքը լավ կատարելու, պետք է ցանկություն ունենաս ծառայելու այն գործին, որի համար եկել ես այդ աշխատանքը։ Նախագահը հույս է հայտնել, որ ամեն անգամ գործունեության արդյունքներն ամփոփելիս անդրադարձ կլինի նաև նոր ձեռքբերումներին։ Սերժ Սարգսյանը հորդորել է չվախենալ նշել նաև խնդիրները կամ վերհանել առկա այն բացերը, որտեղ պետք է կենտրոնացնել ջանքերը հետագայում հաջողության հասնելու համար։ Խորհրդակցության ավարտին նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել են նախագահի շնորհակալագրերով։ 4 տարի առաջ այս տարածքն ամայի էր, այսօր արդեն նույն վայրում մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրություն է կազմակերպվում։ Նմանօրինակ գործարանի հիմնադրման համար Մեգամեդ ընկերությունից ավելի քան 42 միլիոն դոլարի ներդրում է պահանջվել։ Ու դա դեռ սկիզբն է։ Նոր գործարանը գործարկվելու է 3 փուլով։ Գործարկման առաջին փուլին այսօր մասնակցում է նաև նախագահ Սերժ Սարգսյանը։
Գործանում ներկայդրությամբ արտադրում են 1, 2, 5, 10 եւ 20 միլիգրամանոց ներարկիչներ եւ տարբեր չափսերի եւ նշանակության ասեղներ։ Սրանցից զատ առաջիկայում թողարկվելու են նաեւ ինսուլինի գրիչների համար նախատեսված հատուկ ասեղներ, ինչպես նաեւ արյան նմուշների համար նախատեսված սրվակներ։ Կորեայից եւ Ճապոնիայից ներկրվում են արտադրության համար անհրաժեշտ պլաստմասան եւ երկաթը։ Մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների ստեղծման համար մնացած ամեն ինչ արվում է տեղում։ Որակը երաշխավորում են։ Качество очень высокое, потому что Արտադրանքի որակը շատ բարձր է։ Տեսնում եք որքան տեխնիկա կա այստեղ։ Սրանք հետևում են բոլոր գործողություններին, քանի որ մարդու աչքը ֆիզիկապես իզոլու չէ նկատել, թե ինչեր կարող են լցվել, օրինակ այս սրվակի մեջ։ Իսկ դա կարևոր է, քանի որ ժամանակակից աշխարհում մարդուց արյուն են վերցնում հենց այսպիսի սրվակներով, որոնց մեջ արդեն կան անհրաժեշտ այն բաղադրիչները, որոնց հետ խառնելով արյունը լաբորանտները հնարավորություն ունեն միանգամից պարզելու դրա որակը։ 3 միլիգրամանոցն է սպրիչը, տպում է, նա ներքն է։ Տպում է, եթե սա ասենք բռակա, գցում է այստեղ, դուրս է գալիս, որը լավ չի տպում կամ պլաստմասը լավը չի, պլաստմասը։ Իսկ որը նորմալ է, այն այդտեղից դուրս է գալիս։ Մինչև մայիսի վերջ գործարանն ապահովելու է 400 աշխատատեղ։ Այս տարվա երկրորդ կեսին աշխատատեղերի քանակը կրկնապատկվելու է։ Խոստումնալից են նաև արտադրանքի նախատեսված ծավալները։ Շպրիցները ողջ տարատեսակը մոտ 14 միլիոն հատ ամիսը, ասեղները մինչև 32 միլիոն հատ կարող ենք օգտագործել, որտեղ այդ ասեղները ոչ միայն շպրիցների համար են օգտագործվում, մնացած թվարկած բոլոր ապրանքատեսակների համար։ Ինսուլին ասեղները մոտ 12-14 միլիոն եւ այդ սրվակները մոտավորապես էլի 14-16 միլիոն։ Պատասխանատուները վստահեցնում են, արտադրանքի որակը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Դա հնարավորություն կտա ներքին սպառումից բացի արտադրանքը արտահանել նաև եվրոպական երկրներ։ Իդեպ արդեն Հայաստանում է առողջապահության 8 նախարարներից բաղկացած աֆրիկյան երկրներից ժամանած պատվիրակությունը։ Նրանք հետաքրքրված են հայկական արտադրանքով։ Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Հյուրերը առողջապահության ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները ողջունում են։ Մենք հատկապես հետաքրքրված ենք այստեղի գործարանի արտադրանքով, քանի որ գիտենք, որ այս արտադրանքը կարող է լինել շատ մրցունակ։ Աֆրիկյան երկրները խնդիր ունեն առողջապահության ոլորտում, հատկապես գների հետ կապված։ Կարծում ենք մրցունակ գների հետ կապված կկարողանանք Հայաստանի հետ համագործակցության եզրեր գտնել։ Երկու կողմերն էլ համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման ակնկալիք ունեն, իսկ մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների մուտքը հայկական շուկա ծրագրվում է ապրիլի կեսերից։ Արկադի Գրիգորյան, Աննա Գրիգորյան, Արթուր Ունանյան, ժամը լրատվական։